ընկերոջս հետ Սուրիկի հետ միասին սեպտեմբերի 1-ին մատիտ ինչ գիտեմ տետրերը վերցեցին եւ գնացին դպրոց առաջի օրը բարձր որ ուսուցիչը ցանոթանում էր ով է ինչ է քանի տարեկան է ինքնուրույն գնացիք պարոն Այվազյան թե ծնողների ուղեկցությամբ չէ միայնակ ես 6 տարեկանից եմ դպրոց գնացել նախկինում իհարկե գնանք 7 տարեկանից եւ հարցրել մերով անուն ազգանուն քանի տարեկանից հերթին դասավ ասացի անուն ազգանունս քանի տարեկանից 6 տարեկան ասես չէ լավ հիշում եմ Սողոմոնյան Պարքև Սողոմոնյաններ ուսուցիչը պատերազմի հայերենական պատերազմի մասնակից ոտքնել կորսրել էր պատերազմի ժամանակ ասես չէ դու գնա տուն եկող տարի կգաս դու չէ դասարանից դուրս անես գնացի տուն հաջորդ օրը նորից եկա նորից ինձ տեսավ այդ ասեց ես երեք քեզ ասեցի գնա տուն եկող տարի կգաս ասեցի չէ գնա տունը մամա այդ ասա թող շատ կաթ ու մածուն քեզ տա որ շուտ մեծանաս դու ասեցի ինձ Սողոմոնյանից 2-3 օր այնքան շատ մի տարվա կաթ ու մածուն կերել եմ մեծացել եմ դասարանը բոլորս էլ ուսուցիչներ մեր հետ ծիծաղեց եւ այլն այդպես լավ ասեց տեսնում եմ որ շատ համարն է երևում երևի օրենքը խախտենք ես 6 տարեկանից դպրոց եմ թվում այդպես 6 տարեկանից դպրոց եմ գնացի ավարտեցի 64 թվականին 11-ամյակը եւ տեղափոխվեցի Երևան ուսման համար Դուք մինչև քանի տարեկան եք գյուղում եղել եւ ինչպես դուրս եկաք գյուղում ես մինչև դպրոցը ավարտել եմ 64 թվականին միջայլոց 63 64 կարծեմ նաև 65 թվականներին դպրոց 10-ամյա դպրոցները դարձեցին 11-ամյա, այս 11-ամյակն եմ ավարտել 55 տարին, 11 տարից ավելի նվիրել եք հենց Նախիջևանին, ուսումնասիրությանը, ուշարձաններին, ինչը խթան դարձավ, դա կամայից էր, թե դուք որոշում ունեիք, թե այն տեսակ այդ ավիրատությունները կամ այն վերաբերմունքը, որ կար հուշարձաններին եւ որոշեցիք, որ փրկել է պետք թեկուզ դրանց մասին արձանագրությունը։ Այս հարցը մի քանի անգամ անցած տասնամյակներում մամուլով հերոստատեսությամբ ինձ տվել են պատասխանել եւ մինչեւ այսօր էլ ինձ համարել հանելուկային մի ինչ-որ բաներ ամենևին սկզբանե ես չեմ զբաղվել հուշարձաններով կամ նպատակ չեմ հետապնդել ես դպրոցական տարիներից ես 6-րդ դասարանից հակում ունեի լրագրողության հետ եւ 6-րդ դասարանի աշակերտ արդեն թղթակցում էի Բաքվում հրատարակվող հայերեն կոմունիստ թերթին, Բաքվի հայերեն ռադիոյին, Նախիջևանում կար նաև ռադիոյի հայկական բաժին եւ այլն։ Նպատակս լրագրողի հակումներս դեպի լրագրություններ եւ բազմաթիվ թղթակցություններ, հոդվածներ եմ գրել ամեն ամիս նույնիսկ պետք է ասել այն ռուբլ բանով հոնորարներ է ստանում ամիսը 30-40 ռուբլի հոնորար, որը բավականին մեծ աշխատավարձի չափ էր, հայրս աշխատում էր շրջանում վիճակագիր էր, աշխատավարձը 80 ռուբլի էր։ Ես փաստորեն գրեթե 30-40 ռուբլի ամեն ամիս հոնորար է ստանում։ Ուրիշ գյուղեր բաներ չի եղել, հուշարձաններն էլ ծանոթ չէի, դպրոցական գրականության մեջ էլ Աստված տվել չեր խնայել ոչ մի պատմական տեղեկություններ, բաներ Նախիջևանի բանի մասին գրեթե չկար, գրեթե կարելի ասել չկար։ Երբ որ Երևանում էի, մեկ անգամ ուսանողական այդպես ընկերներով կհիշեք, գուցե եւ հիշեք մետրոյի երիտասարդական կայարանի տեղում այգում կար Լորի ռեստորանը։ Երկու հարկանի այսպես ասած բաղեղապատ ամբողջ այդ ռեստորանի առաջի հարկում նստած մի 5-6 հոգի տղաներով գինի էինք խմում եւ փոքրիկ այդպես ասած այնտեղենեք բաներ։ Հանկարծ մեկը տղաներից ասաց. «Այ մենք ապագա լրագրողներ ենք դառնում, եթե մեզ հանձնարարեն կամ արժետ լինի մեր գյուղի կամ մեր շրջանի մասին նշանավոր մարդկաց մասին ինչ-որ մի հոդված գրենք, ով ինչ կարող է գրել»։ Պես հերթով սկսեցինք անում մեկը
ասել սա ջավախից կայր մեր տղաներից մեկը բանաստեղծեր ցավոքսատե մահացել է մի 15 տարի առաջ ոնց որ հերթին ձեր գալիս մտածում էի ինչ գիտեմ մեր տարածաշրջանի մարկանցիզմ Մանուկ Աբեղյան եւ էլի 1-2 բան այդպես մզմզալով ոնց որ ասած կմկամավոր ասեց Մանուկ Աբեղյան տղաներից մեկը ասեց կոմիտաս նժդեհ եւ այլն ինձ համար նորություն է եւ մտածեցի հենց այդ ժամանակվանից մտածեցի ամոթ եւ անհարմար է եւ մարդիր սննդավայր հայրենիքի կամ չի ճանաչում կամ չգիտի արդեն բավականի ժամանել ուշ էր մեկ չել գնացած այդ օր ես տուն չգնացի Քերուստանն էի բնակում Նորագավթում Երևանի ծանոթ եւ անծանոթ փողոցները սկսեցի չափ չփել եւ վերջը այդպես երկար բանից հասա հաղթանակի զբոսայգի արդեն ուշ ժամ է ժամը 10-11-ի մոտերն են տուն գնալ չեմ ուզում գնալ արդեն դա սեպտեմբերի եղանակն արդեն մի քիչ սրտոտ է ձերքիս էլ իհարկե այն ժամանակ թերթերը շատ էժան էին 2 կոպեկ թերթեր մի խուրձ այսպես ասած թերթեր կային մի թփուտի տակ հարմար տեղ ընտրեցի մի քանի թերթ գետնին փարեցի եւ պարգեցի մի քանի թերթել այսպես ասած քամուց պատսպարվելու համար եւ այդ օրը դարձավ ճակատագրական հաջորդ օրը վերադարձա տուն հաջորդ օրը իմ համալսարանը դարձավ ազգային այն ժամանակ Միասնիկյանի անվան ազգային գրադարանն էր եւ մատենադարանը Թողեցի համալսարանը չգնացի չաչախեցի ամբողջ առավոտվանից մինչև գրադարանի փակվելը գրադարանում տակ նորա արեցի տասնյակ հազարավոր գիրու գրականություն թերթեր ամսագրեր հայագիտական լեզու գրականություն պատմություն ամեն ինչ որ կար այն ժամանակ այս գրադարանի միանթամանական շենքներ նոր շենքը չկար եւ երիտասարդ աղջիկները կարծում ուսանողներ էին, որոնք որ բերում էին սայլակներով լիֆտ բան չկար, ֆոնդերից բերում են այդ թերթերի կապոցները կամ չգիտեմ գրքերը եւ իմ տոմսի համար արդեն գիտեին այդ մեծ ընթերցասրահներ եւ գալիս այդպես նո ասեմ զզվանքով էին նայում իմ կողմ որտեղ ասում ես տղան չհասկացանք ես ինչ ուսումնասիրում ինչ թեմա է ուսումնասիրում ամեն ինչ մի թեմա չի եւ օրվա մեջ էլ այդ բերում ամիջապես թերթում ինչ որ նայում է եթե ինչ որ բան կար գրառում է նշումներ արում մնացածը հետ էին տանում օրվա մեջ բերում տարում էին կամ հաջորդ օրն էին տանում եւ այդպես ամբարվեց իմ մեջ բավականի շատ նյութեր որ չգիտեի հայագիտական ազգագրություն, լեզու, գրականություն, պատմություն եւ այլն։ Հիմա փաստորեն այդ նյութերի հիման վրա ես նույնիսկ հազվադեպ եմ գրադարան կամ մատնադարան գրում, մատնադարանում վեր հանեցի բոլոր Նախիջևանյան այն ձեռագրերը, որոնք գրչագրեր կան, ուսումնասիրել են եւ այլն։ Եվ այսպես ամբարվեց իմ մեջ ինչ որ ասած այդ հարուստ տեսիլքը, որը պետք էր տեղում ուսումնասիրել։ Սա առաջի դժվարին պես ասած փորձն էր, բայց առնչվեցի սարսափելի, այսպես ասած, իրականության հետ։